Լիլիթի հետ շատ էինք քննարկում, թե ինչ թեմայով անցկացնել այսօրվա մեր սեմինարը։ Իհարկե թեմաները շատ են, շատ բազմազան են, շատ հետաքրքիր են, մեկը մյուսից հետաքրքիր եւ օգտակար են։ Բայց մենք կանգ առանք հոգու թեմայի վրա, որովհետեւ հոգին իսկապես մեր այն անբաժանելի մի մասնիկն է, որ առանց նրա հուշումների, առանց նրա օգնության, այսինքն մեր բաղադրիչներից այն կարևորագույնը, որ առանց նրա մենք գրեթե անզոր ենք հասնելու ինչ-որ հաջողության։ Որքան էլ որ Սուրբ Սրբոց Սրբերից Արարիչը առաջնահերթ կարևորությունը տա ֆիզիկական մարմնին, բայց ինչի ֆիզիկական մարմնին, որովհետև եթե հոգին անմահ է, ապա ամենախոցելին ֆիզիկական մարմինն է, այսինքն մեր 4 բոլոր բաղադրիչներից, դե գիտենք, աուրա, ջերմություն, հոգի, ֆիզիկական մարմին, եւ առաջնային կարևորությունը նա տալիս է ֆիզիկական մարմնին, որովհետև եթե հոգին անմահ է, աուրան մարմինը ինքը ձևավորում է, օրգաններն են ձևավորում, մեր ջերմությունը գնում է արարչի մոտ, տրամաբանող օրգանները եւ այլն, նրանք ամբողջը պահվում են, հետ են գալիս, ամենախոցելին ստացվում է, որ մարմինն է։ Մենք կորցրել ենք մեր մարմինը պահելու գիտությունը։ Իսկ առանց մարմնի ամեն ինչ շատ թերի է, լիարժեք չի։ Եթե հոգին արարելուց հետո արարիչը որոշել է, որ պետք է տալ ֆիզիկական մարմին, ուրեմն նրանք իրար հետ են լիարժեք։ Բայց այսօր մեր պարագայում կոնկրետ Եվս հոգու փաստը շատ կարևոր է եւ հոգու կարևորությունն եմ ուզում նշել, որովհետեւ առանց հոգու հետ կապի մենք չենք կարող, եթե անգամ մեր ֆիզիկական մարմինները առողջ լինեն, մենք չենք կարող հասնել այն գագաթնակետին, այն կատարելությանը, այն անմահության շեմին, որի մասին խոսում է եւ որը որ Արարիչը մեզ տվել է եւ մենք կորցրել ենք։ Շատ կարևոր է ֆիզիկական մարմնի եւ հոգու հետ կապը։ Նույնիսկ շատերը անգամ չգիտեն, որ հոգի գոյություն ունի, թե չունի, անգամ ժխտում են հոգու գոյությունը։ Այո, այն հոգու գոյությունն են ժխտում, որը մեզնից միլիոնավոր տարիներ առաջ է արարվել, որը 1000 անգամ կծվել է ինչ որ մի մարմնի, որպիսի ինչ որ կերպ ազդի նրա վրա, առաջնորդի դեպի ճիշտ ուղղություն, բայց որի գոյության մասին անգամ մենք չգիտենք։ Կամ սենց էլի լսել ենք, մեկը ասում է դա հոգին է, մեկը ասում է չէ դա ոգին է, մեկը ասում է կարող է դա աուրան է, չէ հոգին են որ գլխից անջատվում է, դա ջերմության հետ են հարում, բացարձակ խառնաշփոթ։ Այո, հոգին այն կատարյալ եւ անմահ էությունն է, էակ չասենք էլի, մարդ ասենք, հոգուն ոչ մի այլ կերպ չենք կաղձել, հոգին այն կատարելությունն է, որ մեր անբաժան մասնիկը, բավականին ի սկզբանե կատարյալ վիճակով, տարբերակով, մեզ դեպի հավերժություն առաջնորդելու։ Այնպես չի, որ մենք ֆիզիկապես ապրում ենք, տառապում է մարմինը եւ այլն, դա հոգու տառապանքը չի։ Հոգին մեզ հետ է, որպեսզի մեզ հանի բոլոր բարդ իրավիճակներից, մեզ բրդի, հրի, հասկացնի, ուղղորդի, հուշի, դեպի ճիշտ քայլեր։ Ինքը մեզնից շատ, մենք չգիտենք իր գոյության մասին, բայց ինքը հոմեր մասին ամեն ինչ գիտի։ Շատ ավելին գիտի, քան մենք մեր մասին։ Եվ իր գեր նպատակը ի վերջո մեր ֆիզիկական կատարյալ վիճակն է, որը իրան էլ մի քիչ հանգիստ կտա էլի։ Այլապես գալիս են, միանում են, մենք մեռնում ենք ֆիզիկապես, ինքը հեռանում է, նորից է գալիս։ Եվ այն փաստը Գոհար ջան, որ հոգիներին տրված է իրավունք արձակուրդ վերցնելու վերամարմնավորման, խոսում է այն մասին, որ մենք նրանց տառապանք ենք պատճառում շատ մեծ, չճանաչելով, չդիմելով, կապ չհաստատելով եւ նրանց հուշումները չլսելով։ Եվ ի վերջո մեր սխալների համար
պատժվում են իրենք։ Հոգին կարող է իսպառ ոչնչացվել, գիտենք, երբ որ վարկանիշը շատ իջնում է, ոչնչացվում է հոգին։ Ու չասենք, մենք մեղք չունենք, ինքը լավ չէր աշխատում, Արարիչը ոչնչացրեց իրան։ Ոչ, մեր համատեղ չկայացած կյանքն է բերում նրա ոչնչացմանը։ Բայց Արարիչ, երբ որ այդ հոգին արարել է, ուրիշ բանի համար էր արարել, էլի։ Որին մենք այդպես էլ դեր չկանգնեցինք, կոպիտ ասած։ Այն որ ֆիզիկական արմինը մեռնում է, դա ոչ մի բան է։ Հոգու մահը, հոգու ոչնչացումը շատ ավելի ցավալի է։ Այո։ Բայց ամենամեծ ողբերգությունները տեղի ունեցան մեր ժամանակներում, երբ որ անմահները ոչնչացվեցին եւ ֆիզիկապես եւ հոգիները հերթով իդեպ։ Բայց սկսենք հոգու նկարագրությունից։ Հոգու նկարագրությունից սկսենք, բայց մի շատ կարևոր բանի մասին եմ ուզում այս պահին խոսել, նոր անցնենք դրան։ Ամեն երկրորդը այս հարցը տալիս է մեզ։ Մենք ինչ կապ ունենք մեր նախկին կյանքի հետ, ես ինչ մեղավոր եմ կամ այս երեխան ինչ մեղավոր է, որ օրինակ ինքը պատասխան է տալիս իր նախկին այդ մեղքերի համար։ Չէ որ ես չեմ եղել, այս ֆիզիկական մարմինը չի եղել։ Այս այլ շատ մեծ կապ ունի եւ հոգու եւ մնացած մեր դետալների հետ։ Մի փոքր ուզում եմ մանրամասնել, որպեսզի մենք բոլորս լավ պատկերացնենք, որ մենք մեր նախորդի շարունակությունն ենք։ Այսինքն մեզ մոտ փոխվում է միայն բոլոր իմաստներով, բոլոր։ Այո, միայն ֆիզիկական մարմինն է փոխվում։ Այսինքն, դա էլ ինչի համար է փոխվում։ Երբ որ մենք կորցրել ենք գիտությունները, իջել է մեր վարկանիշը, մենք զրկվել ենք այդ իսկական դրախտային կյանքից, այդ իրական կատարելությունից, անմահությունից, առողջությունից, ստիպված, եթե դու չգիտես ոնց պահես այս օրգանիզմը, այդ օրգանիզմը պիտի քայքայվի։ Դե որ քայքայվեց, դե որ պրծավ մեռար գնացիր։ Բայց Արարիչը մեզ համար ունի պահած մի այսպեսի հույս, որ վերջը մենք կհասկանանք, խելքի կգանք ու մեր ֆիզիկական մարմինը կպահենք։ Այդ իսկ պատճառով այն ինչ որ ֆիզիկական մարմնի մեջ է եւ մեր շարժիչն է, մեր գոյությունն է, մեր ամեն ինչն է, սա տեղափոխվում է Արարչի մոտ։ Այսինքն մարդու մահից հետո նրա մոտ է գնում մեր տրամաբանությունը, նրա մոտ է գնում մեր ջերմությունը, նրա մոտ է ոգին, որ այն որ չիպն է, որ ամեն ինչ դրա մեջ է պահվում, մարդու բոլոր իդեալները, բոլոր նախորդ կյանքերի անցած փորձերը, այսինքն ինչի վրա որ դուք աշխատել եք, այդ կատարյալը ինչը որ դուք ունեցել եք, դրսևորել եք ձեզ, հասել եք այդ կետին, որտեղ ձեր ֆիզիկականը վերջացավ, մնացածը լրիվ գնում է Արարչի մոտ եւ պահվում է այնտեղ։ Եվ նրա մոտ է գնում նաեւ ձեր հոգին։ Այսինքն ինչ է տեղի ունենում, ծնվեց նոր երեխան, այդ հոգին իր այդ մնացած բոլոր այդ պարունակությունով հետ է գալիս նորից այդ նույն երեխայի մեջ։ Այսինքն դու դառնում ես քո նախկինի շարունակությունը։ Ուղղակի իմաստով։ Նորամիայն այդ ֆիզիկական մարմինը, որ պիտի ծնվի անծանոթ ծնողներից, այսպես ասած, դա այնքան պայմանական բան է։ Գենետիկան էլի պատահական չի, որ Արարիչը այդ հոգին ուղարկում է այս մի քանի ընտանիքներից մեկն ու մեկը հոգին ընտրության իրավունք չունի, չէ՞, գիտենք, մեծ ընտրության։ Փոքր ընտրության ունի, որ Արարիչը ընտրել է այս ընտանիքներից, նույնիսկ կարող է լինել մեկ ընտանիք։ Այո։ Որ դու կարող ես հենց մենակ այս մի ընտանիքում կծվել, ոչ թե վերամարմնավորվել, այսինքն վերամարմնավորվում են մեր այն բոլոր դետալները, որոնք որ այդ ոգին է, տրամաբանությունն է, ջերմությունն է եւ այլ դրանք վերամարմնավորվում են այս մարմնի մեջ, բայց հոգին նրանց վերակցվում է, ոչ թե որովհետեւ հոգին գիտենք, որ մարմնի մեջ ինքը չի ապրում։ Այսինքն մարմնից դուրս է, նա կարողանում է մուտք գործի, բայց ինքը տարածքում է գտնվում, սրան էլ կանրադառնանք մի փոքր ավելի ուշ մեր այս թեմաների ընթացքում։ Քանի որ Գորջան խոսում ենք հենց մարդու ծնվելու process-ի, այսինքն ծնունդից ենք խոսում, թե ինչպես վերամարմնավորում, վերակցում։ Գուցե հենց ծնվելու, ծննդյան process-ից խոսենք, ինչ է ծնունդը։
Այո, Եվ ինչ կապ ունեն այս բոլոր բաղադրիչները եւ հոգին եւ ֆիզիկական մարմինը, այդ որ պահին է կայանում նրանց միավորումը։ Սա մի բացառիկ հետաքրքիր ուրեմն փաստ է, որտեղ բժշկուհին, որը վերահսկել է կատարված գիտափորձի ամբողջ արդյունքների գրանցումը, հարցեր է տալիս, այսինքն բանավեճ ընթանում է լրագրողի եւ իր միջև եւ խոսում են հոգու հավանական գոյության մասին, որովհետեւ կատարված երևույթները իրենք մեկնաբանել չեն կարողանում, այ ինչ կատարվեց, մենք տեսանք, սա եղավ, բռնկումներ եղան, բայց ինչ է, գուցե այդ պահին հենց հոգուն է վերաբերվում, անմիջապես տեսանյութը հարցերով ուղարկում ենք Ռուբեն Գրիգորյանին եւ պարզվեց այո այդ պահին տեղի է ունենում նախ եւ առաջ հոգու եւ մարմնի առաջին կապը այն հոգու որը ուղարկվել է այս մարմնին վերակցվելու եւ հոգին ինչա անում հոգին արթնացնում է ծնվող երեխայի հենց ծնվելու պահին այդ ռադիոնուկլիդների բռնկումով արթնացնում է մարմնի կապը արարչի հետ, կապը իր հետ, հոգու հետ, առաջին անգամ կայանում է այդ վայրկյանին։ Այսինքն դա տևում է 5-ից 20 րոպե։ Կայանում է զգայարանների արթնացումը, մենք այդքան բան գիտեինք, հետո ինչ իմացանք Գոհար ջան։ Հետո իմացանք, որ այդ պահին հոգին արթնացնում է այն սրտի, նախասրտի մեջ գտնվող էներգիաները, որոնք այլևս մշտական գործունեության մեջ են դնում սիրտը։ Այսինքն սիրտը մինչ այդ էլ է աշխատում, բայց ամբողջ սիրտանոթային համակարգը եւ ողնուղեղ գլխուղեղն էլ հետը կրկին սկսում է աշխատել այդ պահից։ Այսինքն հոգին է մեզ կյանք պարգևողը։ Ծնվող երեխան ինքը պարզապես ֆիզիկական մարմին է։ Առանց հոգու հետ այդ փոխազդման պահի ինքը չի ունենալու այն adekvat զգայարանների գործունեությունը, կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, կապը արարչի հետ եւ այլն, եւ աուրայի սինթեզը, որ սկսվում է այդ պահից, ոչինչ չի լինելու, եւ այն երեխաները, որոնք չպիտի ապրեն ծնվելուց հետո, նրանց մոտ այդ բռնկումը չի էլ կայանում, այսինքն Այսինքն հոգու գործառույթը մեզ լիարժեք կյանք դեպի կյանք ուղղորդելն է բոլոր համապատասխան զգայարանների եւ օրգան համակարգերի գործունեությամբ։ Այսինքն ոչ լիարժեքը չի կարելի հնարավոր չի նույնիսկ ֆիզիկական մարմնի գոյությունը առանց հոգու այս կապի։ Ներկայացնենք, թե ինչ տեսք ունի, ինչ է իրենից ներկայացնում հոգին։ Այո։ Հոգին ունի զանգված, ունի քաշ։ 2 կիլոգրամ 725 գրամ է կշռում։ Այո, նա հոգին նյութական մասնիկ է։ Ունի հասակ 1 մետր 10 սանտիմ հասակ ունի։ Ինչքան որ իր հեռավորությունն է մեզնից։ 1 մետր 10 սանտիմետր էլ իր հեռավորությունն է։ Սա ամենամոտ հատվածն է, որ կարող է հոգին մեզ այդ 1 մետր 10 սանտիմից մինչև 250 մետր հոգին կարող է մեզանից հեռավորության վրա գտնվել։ Դա նորմալ է, երբ դրանից ավել է հեռանում 20 րոպեն անցնելուց հետո ինչքան ժամանակ չեմ հիշում 31 րոպե 31 քանի վայրկյանից հետո արդեն ֆիզիկական մարմնի գոյությունը անհնար է դառնում առանց հոգու առնվազն այդ 250 մետրը պետք է մոտենա որպեսզի կարողանա ֆիզիկական մարմինը գոյություն ունենալ Այո եթե 31 րոպեից ավել հոգին հեռու մնաց այսինքն 250 մետր տարածքը խախտեց մարդուց հեռացավ
այս դեպքում արդեն ֆիզիկական մահ կարձանագրվի։ Այո։ Հոգին արարվում է արարչի կողմից։ 33 ժամ է տևում հոգու արարումը։ Գիտենք, որ 4 բաղադրիչներից է հոգին բաղկացած։ Իհարկե չգիտենք որոնք են այդ բաղադրիչները, բայց գիտենք, որ նրանցից երկուսը նյութ են, երկուսն էլ հականյութ։ Եվ այս ընթացքում նաև մենք հասցրեցինք ճշտել, որ արարչի բաղադրությունը, արարչի հոգու բաղադրությունը 6 նյութերից է բաղկացած, որոնք բոլորը նյութ են, նրանց մեջ հականյութ գոյություն չունի։ Ինչ ասել է հականյութ, այսինքն հակադրվող անձի։ Հականյութը այն մեր աչքին անտեսանելի նյութի ձևն է տիեզերքում, որը արարիչը կիրառում է հավասարակշռության պահպանման համար։ Որտեղ նյութը գերիշխում է, հականյութը պիտի ոնց որ կիրառվի, ամեն տեղ հավասարակշռությունը պահպանվում է հականյութի միջոցով։ Չէ։ Տեսանելի դառնալու։ Չէ, անձի չէ։ Մենք հոգին չենք տեսնում, ճիշտ է։ Մեզ համար անտեսանելի մատերիա է դա։ Որպեսզի իր հենց հոգու հավասարակշռությունն էլ երևի պայմանավորված է այդ համաչափ նյութ եւ հականյութի կիրառումով։ Իսկ ընդհանրապես հականյութը տիեզերքում շատ լայնորեն կիրառելի է արարչի կողմից տիեզերական հավասարակշռությունը պահելու համար, որտեղ նյութը կարող է գերիշխել, գիտեք, առաջին հայացքից պրիմիտիվ բան ենք մենք ասում, բայց իրենք էդ են պնդում հավասարակշռությունը պահպանվում է նյութի եւ հականյութի զանգվածների պահպանման հավասարակշռման միջոցով։ Ինչ է հականյութը, մենք իհարկե հասկանալ չենք կարող, որովհետեւ Մենդելեևի աղյուսակում դա չկա։ Ընդհանրապես կան նաեւ նյութեր, որոնք չկան Մենդելեևի աղյուսակում։ Իսկ այն ինձ մոտ ծնեց այսպիսի բան։ Ինձ մոտ կա երկու ես։ Ես որոշում եմ գնալ, երկրորդ ետն ասում է, չէ, մի գնա, պետք չի։ Գուցե դա է նյութը։ Չէ, դա բոլորովին է, արդեն հոգին ինքը ամբողջականն է։ Մեզանից 1000 անգամ փորձառու, խելացի, բանականությամբ օժտված, ամեն ինչը մեզնից լավ հասկացող եւ մեզ կցված է, որպեսի ճիշտ ուղղությամբ մեզ ուղղորդի։ Երբ որ դուք կասկածում եք պիտի գնաք թե ոչ, ամբողջական կատարյալ լիարժեք հոգին պարզապես ձեզ հուշում է, մնում է դուք լսեք։ Այսինքն այդ երկու ես ասվածը, ենթագիտակցություն ասվածը, չգիտեմ 6-րդ, 7-րդ, 10-րդ զգայարան ասվածը, դրանք բոլորը վերաբերվում են հոգուն։ Այսինքն եթե մենք չգիտենք, որ որտեղից այդ հուշումը գալիս, ինձ թվում է, որ իմ ենթագիտակցությունը ինձ հուշեց, ինձ թվում է, որ իմ երկրորդ եսը ինձ հուշեց, այդ բոլորը լրիվ հոգին է։ Ինքը ձեզ հուշում է, դուք լսում եք, բայց քանի որ չգիտեք, որ կա հոգի, կա հուշում, կա ճիշտ ուղղություն, չեք էլ իմանում ոնց դա վերագրել եւ ինչին վերագրել։ Այ հենց սա է։ Այ եթե մարդը կարողանում է լսի իր հոգու ձայնին, հոգու հուշումներին, նա երբեք սխալ ճանապարհով չի կարող գնալ, որովհետեւ հոգին ունի միլիոնավոր տարիների փորձառություն եւ հենց նրա գործառույթներից, նրա ֆունկցիաներից մեկն էլ հենց ձեզ հուշել, ձեզ հետ հոգու եւ մարմնի, ֆիզիկական մարմնի կապ հաստատել, որը որ շատ կարևոր ցուցիչ է, կապ հաստատել, որպեսզի ձեզ այդ հուշումները տա։ Այսինքն դրանով դուք խուսափում եք ամենատարբեր խոչընդոտներից։ Եվ եթե լսում եք դրան, անպայման դա հաջողությամբ է պսակվում։ Ոչ, երբեք։ Մենք ֆիզիկապես ենք կատարում բոլոր սխալները։ Մենք տրամաբանորեն եւ մեր մարմնի դուք դա պիտի զգաք ենք կատարում։
ինտուիցիան էլ է վերաբերվում հոգուն։ Հասկանում եք, Այսինքն հոգուն նրան- ձեռ չի տալիս ձեր կատարած սխալը։ Ձեր կատարած սխալը համ համատեղ վարկանիշն է գցելու, համ իր վարկանիշը, որովհետև ինքը չի կարողացել ձեզ ճիշտ ուղղորդել։ Հոգին պատրվում է միջից, որ մեզ ուղղորդի։ Ինքը ոչ մի շահ չունի մեր սխալների մեջ։ Այլ հարց է, մենք ընկալում ենք, իր հետ կապը ուզում ենք պահել եւ այդ հուշումը անում ենք թե ոչ։ Մարդ կա հուշումը ստանում է, հետո սխալ բան անում, ասում է ախր ոնց սիրտս վկայում էր որ վատը ալնելու ինչ արեցի։ Էդ էլ է հոգու հուշումը, սիրտի վկայումն էլ է հոգու հուշումը։ Սիրտը չի վկայում, սիրտը вообще չի վկայում, հոգին է հուշում։ Հոգին հուշումը, այո։ Իսկ կարող է մենք մեր հոգուն, որ մեր ուղեկցությունն է, անուն տալ եւ ամեն ասենք Այո, Այո, մենք որ նա մեզ ճիշտ այո, կարող եք անուն տալ, կարող եք 3 անգամ, դուք ձեր հոգու հետ կարող եք խոսել, ասեք, որ ես պայմանականորեն քեզ Ուզում եք այս գեղեցիկ անունն եմ, օրինակ, քո անունը դնում եմ Անուշ, Անուշիկ։ 3 անգամ տալիս եմ քո անունը ու խնդրում եմ քեզ, խնդրում եմ ինձ ուղղորդիր, ճիշտ ուղղորդիր, որպեսզի ես այս հարցի ճիշտ լուծումը կարողանամ գտնել եւ քայլը անել։ Անպայման հոգու ուղղորդումը կա։ Ես դες ավելին ասեմ։ Մի շատ հետաքրքիր մեթոդ կա, երբ մարդը հոգու հուշում է ստանում ու ամբողջ մարմնով տաքանում է, այդ հուշումը ճիշտ է, դրական, այսինքն եթե մենք մտածում ենք մի բան, ուզում ենք անել եւ հոգին մեզ հուշում է, որ այո, ապրես, ճիշտ է, գնա այդ բանը դե պիտի անեիր, շուտվանից պիտի անեիր, ամբողջ մարմինը տաքանում է։ Տեսակ sense ջերմություն ոնց որ sense մի անբնական ջերմություն, ի՞նչ է տեղի ունենում այդ պահին։ Մենք ունենք կոնկրետ կետեր նյարդային։ Հոգին այդ պահին ինքը գիտի որ կետին կպնի։ Այսինքն դա իր հուշումն է, այո։ Երբեմն լինում է հակառակը, երբ որ մենք մտածում ենք մի բան անելու, բայց ներքին այնքան վատ ինքնազգացող կանխազգացողություն ունենք ու մեր ամբողջ մարմնով սարսուռ է անցնում։ Սառը, այսպես մի դող, որ դու ինքդ էլ ես սարսափում դրանից։ Էդ էլ է հոգու հուշումը։ Եվ նա ասում է, որ ոչ, պետք չի դա անել, դա սխալ քայլ է կոնկրետ քեզ համար։ Շատ կարևոր են։ Ինչպես։ Երբ սառնություն է գալիս, Այո, երբ սառնություն է գալիս դեմը, երբ ջերմություն ամբողջ մարմնով տաքություն է գալիս, դա ճիշտ է։ իսկ եթե վատ ես զգում, բայց ջերմությունը ես զգում միաժամանակ, Դե վատը զգալի ինչի հետ կապված։ Երկուսը միաժամանակ չի կարող լինել։ տաքություն ես զգում, ջերմություն ես զգում միևնույն ժամանակ։ Այդ պահին դուք ձեր բանական, ձեր գիտակցություն, տրամաբանությունը անջատում եք ու լսում եք հենց հոգու ձայնին, որ ներքուստ ինչ եք զգում դուք, ինչ եք զգում։ Վախը դեռ ցուցիչ չի։ Դուք կարող է իրոք զգուշանում եք այդ բանից, վախենում եք, բայց ճիշտը անելն է։ Դուք հոգուն լսեք։ Եթե այդ ջերմությունը երբ դու սկսում ես տրամաբանորեն, համաձայնն է։ Երբ որ սկսում ես տրամաբանել ու տրամաբանորեն այդ վախերն են առաջ գալիս ու դու մտածում ես անել չանել, բա որ անեմ սենց լինի, արդեն դա քո տրամաբանությունն է աշխատում, դա հոգու հուշումը չի։ Այսինքն նա առաջնային պլան է գալիս հոգու հուշումից։ իսկ սեռ ունի հոգի։ Այո, անպայման։ Բայց բազմանալ չի կարող։ Ինչպես։ Բազմանալ չի կարող։ Չէ, այսինքն իմ մեջ հիմա երբ որ Հիմա ես կպատասխանեմ ձեր հարցին։ Ուրեմն սեռ ունի եւ հիմնականում այդպես է նախատեսված Սուրբ Սրբոց զրբերից արարչի կողմից, որ տղամարդ, տղա հոգիները, արական սեռի հոգիները վերամարմնավորվում են բնականաբար արական ֆիզիկական մարմինների հետ վերակացվում են, իսկ իգականները իգական, բայց երբեմն լինում է հակառակը, որ հոգին արական է, բայց վերամարմնավորվում է որպես իգական։ Սա երկու դեպքում է տեղի ունենում։ Մեկը խիստ անհրաժեշտությունից ելնելով, որ պարզապես իր այդ կյանքում խիստ անհրաժեշտ է ինչ-ինչ բաներից ելնելով, այսինքն մենք ոչինչ չենք տեսնում, բայց արարիչ այդ 100 տարին ինչա որ չտեսնի ինչա տեղի ունենալու։ Արդեն իր ծրագրի մեջ կա, գիտի որ մոտավորապես այդ ամենը ոնց է լինելու։ Հա, ուղարկվում է միտումնավոր խիստ անհրաժեշտությունից ելնելով հակառակը։ Եվ երկրորդ տարբերակը որպես պատիժ։
ժողովրդական ասացվածքի մեջ sense խոսքը ասեն պոպոկի ծառի տակ չեն նստի, չեն քնի։ Հիմա արարիչը մեզ բերելա լրի պոպոկի ծառը։ Նոր Քնել չի կարելի, որտեվ գիշերը ինքը թույն է արտադրում եւ վնասակար է։ Այսքան նստեցինք, այս 2 ժամ այսքան բան պատմում եք, նոր հիշեցիք։ Բա շուտ Հիմա գիշեր չի, հա, հանգիստ չէ, հիմա ոչ մի բան չի ասի։ Ոգին մինիմում, հա, տարած քեզանից 1.5 մետր հեռու է լինում մշտապես։ Ինքը հետևում է լինում թիկունքում։ ամենատարբեր տեղերում։ Այսինքն Պատտվում ենք։ ինչպես կարող ես զգալ։ Ինչ անզգար։ Օրինակ երբ որ ես տանից դուրս եմ գալիս, ասում են դու ասա հրեշտակ պահապան, ինձ Այդ հրեշտակ պահապանն էլ է քո հոգին։ Ինքն է, Էլի այդ ամեն ինչը վերագրվում է հոգուն։ գնա ինձ պահպանի այս արտահայտություն գուցե ձեզ Մի րոպե ինքը լավ գիտի ձեր արջևից է պետք գնալ, թե ձեր կողքից, թե ձեր Թե հետևից։ ձեզ հետևից է պետք պաշտպանել։ Կարող է ձեզ վտանգ կողքից է սպառնում, ինքը կհայտնվի այդ ժամանակ կարող է ձեզ այնց հրի Ինչ գույն։ Այսինքն ես զգացել եմ ոնց որ ինչ որ մի սև ինչ որ բան ացնում պատտվել եմ չկա ջո շոկ Դե դա ամենատարբեր բաներ կարող են լինել։ Սևը չէ, որովհետև հոգիները դեղինի երանգներ ունեն։ Այո, խոսենք նաև հոգու գույների մասին։ Այո, մեր եւ դիցերի հոգիները դեղինի մարդկային հոգին շատ բաց լուսավոր դեղինի, դիցերինը ավելի հագեցած, Սուրբ Սրբոց սրբերից արարչի հոգին մուգ ոսկե գույնը միակը։ Այսինքն այդ սևը երևի դիցեր միցեր են հակառակորդ կամ վատ հոգիներ էլ կան այստեղ ապրող հակառակորդ ծրագրեր իրականացնող։ Եվ երևի խոսենք սպասվելիք այն մակրումների մասին, որ կվերաբերվի համ հոգիներին, համ պիտի համատեղվեն ոչնչացած Հա, շատ հետաքրքիր բան։ ոչ միայն ժողովուրդ ջան, մեծ քանակի մարդկանց ոչնչացում, գրեթե ինչքան 4 միլիարդի մոտ։ Պատկերացնում եք, միլիարդի մոտ մարդկանց։ Իսկ հոգիների ոչնչացում միլիարդից ավել։ 85 2 միլիարդ 85 հազար ուրեմն։ Դա ինչա նշանակում։ Մեր հարցին թե արդյոք բոլոր ոչնչացված հոգիների փոխարեն ինչպես միշտ եղել է նորերը պիտի արարվեն։ Եղավ, որ ոչ բոլորի փոխարեն կարարվեն նորերը։ Ավելի շատ ինչ է տեղ գտնելու։ Մի բացառիկ աննախադեպ process, որ մինչ այժմ չի եղել տիեզերքում։ Գոհարը մի քիչ առաջ ասեց մեզանից հեռացող եւ հաջորդ կյանքում վերամարմնավորվող եւ մեզ կծվող էլեմենտների մասին։ Հոգինա, ոգինա, ջերմություննա եւ այլն աուրան էլ սինթեզվում է։ Ինչ է կատարվելու ապագայում։ Մեկը իր գիտելիքներով, իր տրամաբանությամբ, իր ոգու կուտակած, ասենք, իդեալներով, բավականին բարձր որակի մարդ է, բայց արժեքներով սարսափելի մեկը, այսինքն հոգին այնքան ստոր է եղել, ասում են, չէ, զլոյ գենի։ Ուրեմն ոչնչացված նրա հոգին կոչնչացվի նման մարդու, նրա պահպանվող, այդ նոնատաներում պահպանվող մյուս էլեմենտները կկցվեն մի ուրիշ բարձր վարկանիշով հոգու, որը չունի այդ ինտելեկտը եւ այլն, չի ունեցել նախորդ կյանքում։ Այսինքն պիտի կատարվի սինթեզ տիեզերքում, բոլոր դրական բաղադրիչները իմի կբերվեն նոր տեսակի մարդու արարման համար։ Սա մեր վերջին բացահայտումներից է, որ ապշեցուցիչ բան էր։ Ավելին, բանոր ծնվող երեխաները Ժողովուրդ այնքան լավ նորություն է սպասվում։ ժամանակ անցեք։ Եկող տարի Ոչ, 9 տարի 9 անց։ տարի հետո։ 9 տարի անց։ Երբ որ
երբ որ կգնա այս ամբողջ մաքրման process-ը։ Ժողովուրդ 3 տարի համբերում եք, մնացածը ձեր աչքի առաջ։ Հա, այդ էիք ծրագրում, այդ լավ, այդ Շատ ոչինչ։ ճիշտ որոշում է, շատ ճիշտ։ Հա, ուրեմն տեսեք ինչ է կատարվում։ Չէ, դաժան չի։ Դուք տեսել եք աշխարհում ինչ է կատարվում։ Բայց դրա դաժանը ո՞րն է։ Մի մարդ որոշում է 100,000-ավոր մարդիկ Չկա։ Անհնար է։ Բայց դուք չեք տեսնում, որ Անհնար։ ճար չկա։ Գիտեք, մեր խնդիրը դրանում է, որ մենք մեզ համոզում ենք, որ կարող է ճար կա։ Չէ, այն չարագործը, այն երեխայի միս ուտողը չի մտածում, որ ինքը սխալ բան է անում։ Չկա ճար։ Ոչ, այդ տեսակը պիտի վերանա։ 95%-ը 4 միլիարդ երեխայի միս չեն ուտում, բայց նրանք որևէ կերպ դիրքորոշում չեն էլ ուզում ցույց տալ դրա մասին։ իրանք բացարձակապես ինչ։ արժեքներից Մի հատ նայենք մեր Մարդկային։ կողքերը։ Ինչ է կատարվում։ շեղված անուղելի է։ Մտածեք ձեր մասին։ Այո։ Եվ հիշենք, որ ամեն մարդ պատասխանատալու ինքն իր արածի համար։ Եվ ինչ երեխա է ծնվում։ Հա, ինչ երեխա է ծնվում։ Այ, շատ լավ երեխեք են ծնվելու։ Այո։ Հա։ Ուրեմն Սուրբ Սրբոց սրբերից արարիչը որոշում է կայացրել, որ մեր այս ամբողջ այս գենային, հա, ասես կարելի ասել ինժեներիա փոխի։ Հա, հա։ Հենց այդպես էլ կոչվում է։ Եթե մենք այսօր օրինակ այսօրվանը ներկայացնենք, որպեսզի պարզ լինի հետագայում ինչա լինելու։ Մեր տրամաբանության ցուցիչը, մաքսիմում տրամաբանության ցուցիչը 2% է, բարձրագույնը։ Ну, տոկոս չի կարելի դա ասել, դա պայմանական միավոր է։ 100-ի 2-ն է, էլի, եթե Հա։ ընդունենք արարչի տրամաբանությունը 100, որը խիստ պայմանական է, որտեվ սահման 100 չի, էլի, հա, ինքը անսահման Հա։ գնում է դեպի կատարելագործումը ինքն Նրա համեմատ հա։ տիրուհիներինը 20 է, դիցերինը Մաքսիմալը։ 5 է, Այո։ մերը ամենաշատը 2, հանճարներինն է 2, մերը Այո։ չի էլի։ Դե էլի ջան, ինչ ես համեստություն անում։ Լավ, էլի։ Լավ էլի գար, լավ էլի։ Գիտեք ինչն է հետաքրքիրը, որ ամենաբարձրը Լիլիթի մեկ էր մեր Աշոտի տրամաբանական ցուցիչն է 1.91 էր այն ժամանակ, հիմա երևի մի քիչ ավելի բարձրացած կլինի։ Չգիտեմ, կարող է իջել։ Հա, չէ, բարձրացած կլինի։ Այսինքն սա այս մեր հնարավորինից կատարյալին է մոտենում, կատարելության, այսինքն որ քո տրամաբանությունը Որը մի չնչին բան է մաքսիմում, իրական։ հա, դե պատկերացրեք, որ նու, ասենք օրինակ Սուրբ Դիցուդայինը 6% է տրամաբանության ցուցիչը։ Դիցերին այդպես ամենամաքսիմալը կարող լինի մինչև 20%։ Հիմա արարիչը որոշում է կայացրել, որ հետագայում մեր ծնվող այդ 9 տարի անց ծնվող երեխաների, որ այդ ամբողջ այդ գենային ինժեներիան պետք է փոխվի, նրանց տրամաբանության ցուցիչը պիտի հնարավորություն ունենա իր մեջ տեղավորելու մինչև 3.5%։ Այսինքն մեր եղած 2%, այսինքն պատկերացրեք, Դիցերին հավասար, հասկանում եք։ այսինքն նրանցն էլ այդքանից սկսվում։ Ու սա ինչ է նշանակում։ Արդեն այս ծնված Հա։ Ոչ, 9 տարի հետո, 9 տարի։ Հղիությունն է։ Այո, հա, իհարկե։ դա իրենց մոտել է այդպես, մեզ մոտել է այդպես։ Բայց ուր եք շտապում։ Նորմ Դա արարչի կատարելությունն է։ Չէ, մեղք չէ, ամեն ինչ ծրագրավորած է, հանգիստ։ ամենակարևորը ախր դուք հաշվի չեք առնում։ Եթե մենք նույնիսկ ասենք չենք ունենալու տրամաբանության ինտելեկտի այդ որակը, չէ, բայց չէ որ գոյություն ունի հաջորդ կյանք, վերամարմնավորում, չէ որ արարիչը դա չի չեղարկում, այսինքն մյուս մեր կյանքերը կսկսվեն այդպիսի բարձր ցուցիչով։ Միթե դա վատ է, այսինքն մեծ ընդլայնված Համարյա թե կրկնակի հնարավորություն է տրվում կրկնակի թռիչքաձև զարգացման։ Արարիչը ոչ մի շահ չունի, ասենց տառապանքով մեզ միլիարդ անգամ ծնվել տա, գանք ապուշի պես ապրենք, էլի մեռնենք եւ այլն։
այդ հնարավորությունը մեզ էլ է վերաբերվում։ Մեր հաջորդ կյանքում բոլորովին այլ միջավայրում, արդեն մաքրված միջավայրում եւ բոլորովին նոր ցուցիչով ինտելեկտի մենք կարող ենք վերածնվել եւ այդ տիեզերական զարգացման ծրագիրը ասենց մի հատ մեծ դեպի առաջ քայլ կանի։ Դա բոլորիս է օգուտ։ Իհարկե լավ կլներ, որ մեր աչքով տեսնեինք մեր թորներին այտենց հանճարեղ։ Իհարկե թորների Այսինքն սա մեր հարց է տալիս մեր հետևորդը, թե ինչպես լավ է լինելու։ լավ կլինի, թե մի հատ խնդրեմ նորից հնչեցրեք ձեր հարցը։ Ինտելեկտը նկատի ունեք։ Այդ տրամաբանության ցուցիչը որ պիտի 3.5 լինի, որ ասենք 1.5-ը կամ մինչև 2-ը։ Հա։ Մեկ էլ չի, դրան չենք էլ հասել մենք։ Հիմա կներկայացնենք։ Հիմնականում 0.17-ը ինչա մեծամասնություն։ Ուրեմն ժողովուրդ ջան, ուրեմն 95%-ի մոտ է տրամաբանության ցուցիչը։ Այսօր հա, այդ 0.1, 0.17, 0.7, չգիտեմ։ Հիմնականում միջինը 0.17-ը կարծեմ։ Այդքան է։ Այսինքն այսօրվա ոնց ասեմ, այսօրվա տրամաբանող մարդու նայի, սա այդ որակն է։ Չգիտեմ դա ինչպես որակավորել։ Այնտեղ ասենք մարդ չկա։ Գիտակցություն, տրամաբանություն, ճիշտ մտածելակերպ։ Այ մի հատ ձեզ օրինակ վերցնենք։ Այսօր առաջին անգամ եք ոնց որ հասկանում եմ շփվում։ Տեսեք ձեզ բոլոր լուրջ հարցերը հետաքրքրեցին, ինձ 100 հատ հարց տվեցիք, բոլորը տրամաբանված, ես հասկանում եմ, որ ուզում եք միանգամից ամբողջը պատկերացնել, այսինքն այդ տրամաբանության ցուցիչը աշխատում է, մարդ կա, լսում ասում ես աննորմալներն ովքեր են, հեռու տարեք, Absolut հեռախոս։ դրանից գիշերն այնց չի, որ վատ ենք քննում, ընդհանրապես վատ ենք քննում։ Բայց ուզում եմ ասել, այնքան տարբեր է դա ու ոչ մի նույնիսկ կապ չունի կրթության հետ, նույնիսկ կապ չունի մարդու բնակավարի հետ։ Կա լրիվ սենց գյուղում ապրող, տանջվող մեկը, որ լսում է, մի անգամից ասում է, ես տատուցս լսել եմ, այս ասածներին ես ծանոթ եմ, ինձ թվում է ես ամբողջ կյանքում եմ սա լսել։ Մարդ էլ կա ասում է, ինչ եք ասում։ Համակարգիչ ու վերջ։ Դե այնտեղ էլի տրամաբանություն կարող է աշխատի։ Այս որ դարին է ասում է հոգու մասն եք խոսում։ Դե հիմա ինչ ասենք։ Արհեստական բանականություն։ Արհեստական էլ չի, պլաստմասայի են։ Որ քնածեք, Տաթևիկի ասած կրիշին նստած։ Որտեղ ուզի, հոգին զբաղվում է նաև երազները ձեզ փոխանցելով։ Իսկ եթե քնի մեջ մահանում է դա հոգին գնաց, հոգներ չվերադարձի։ Չէ։ Ֆիզիկական մարմինը այլևս այսինքն գիշերային մարմնի մեջ չի, այսինքն Չէ, հոգին մեր մեջ չի։ Հոգին ունի հնարավորություն մտնելու եւ դուրս գալու։ Այն դեպքերում, երբ որ ասենք մարդը ուշաթափվեց ընկավ, առաջինը իր հոգին է մտնում իր մեջ, սկան անում մի հատ, որպեսզի ինֆորմացիան անմիջապես ուղարկի տիեզերք, օգնության նպատակով եւ այլն։ Բայց ինքը չի ապրում մեր մեջ։ Ինքը հասարակ բան մեզ էներգիա փոխանցող հիմնական գործոնը հոգին է, այդ ուտելիքով չենք մենք ապրում։ Եթե հոգին մեզ արևից վերցրած ավելի շուտ էներգիայով չապահովի, մենք կսատկենք ներողություն արտահայտությանս։ Իսկ եթե ինքը մեր մեջ ապրեր, այսինքն չկարողանար։ Ոչ, դա հոգին չի, դա ջերմությունն է, որ մահվան պահին հեռանում է։ Հոգին էլ է հեռանում, բայց հոգին առանց էլ հեռու էր։ Ամենամոտիկը 1 մետր 10 սանտիմետր եւ մեր հոգիները ստեղ 250 մետր շառավղով ֆրֆռում են։ Մեզ վերահսկելու, մեր պաշտպանությունը ապահովելու մարդը մի կողմից հարցակում եղավ, որ մեզ հուշեն, թե ոնց փախնենք, օրինակ։
ճանապարհ ցույց տան։ Մեր հոգին Իրանց քաշը գումարվում Ոչ, հույս ունեիք։ Ես նրա մի ամբողջություն է պատկերացնում։ Մենք ամբողջություն ենք իհարկե, բայց Լրացուցիչ, այո, մենք իրար լրացնում ենք մեր հոգու հետ միասին։ Եվ ինչու է նա գտնվում այդ 250 մետր հնարավորությունը, ինչի է տրված հոգուն, որպեսզի տեսնի շրջապատում ինչ է կատարվում, ինչ վտանգ կարող է այդտեղից մեզ սպառնա։ Կարինե ջան, 1.5 կիլո ծնվող երեխային, եթե կիլոն ստանդարտ բոլորինը 2 կիլո 725 գրամ է, հիմա այդ երեխայի քաշի հետ ոնց հասկանում եք հոգին։ Չի, իրենք մեզնից դուրս են ապրում, անհրաժեշտության պահին կարող են գլխավերևում հայտնվել, բայց ոչ մեր մեջ։ Բայց նաև այսպիսի մի բան էլ կա։ Երբեմն այս կլինիկական մահերի կամ ուշաթափությունների եւ այլն ամենատարբեր դեպքերում մարդիկ տեսնում է, որ կամ հոգին իր մեջ մտավ, կամ դուրս եկավ եւ այլն, ինչ է իրականում տեղի ունենում։ Այո, առաջինը, քանի որ առաջին մեր օգնականը հենց հոգին է, նա անմիջապես այս վտանգը տեսնելով, դա իր համար արդեն ազդակ ահազանգա, որ մարմնին ինչ-որ բան պատահեց։ Անմիջապես ինքը կարող է հենց այսպես դեմքով միանգամից այսպես մտնի ձեզ մեջ, տեսնելու համար, թե որտեղ այնտեղ խնդիր առաջացավ, ինչ մեխանիզմ այնտեղ խաթարվեց, որ մարդու մոտ այս process-ը առաջացավ։ Եվ մարդը հենց դա է զգում, տեսնում եւ իրան թվում է, որ այդ հոգին իր մեջից դուրս եկավ, բայց իրականում չէ։ Հոգին մտավ, որպեսի տեսնի ինչ է կատարվում, ամենջապես դուրս է գալիս ու արդեն ահազանգը տալիս է վերև, որ նու եկեք հասեք, օգնեք, փրկեք, ասենք եթե իր հնարավորությունների սահմանում է ինքը առաջին իսկ օգնությունը ցույց է տալիս, որովհետև ինքն էլ ունի այդ հնարավորությունը եւ եթե ոչ միանգամից հասցնում է տեղ, որ դեպք պատահեց, հասեք։ Առաջին օգնությունը ցույց է տալիս հոգին այն ժամանակ, երբ դուք կարող եք ցույց տալ ուշաթափված եք կամ ասենք հիմնական ուշաթափության ժամանակ մնացած դեպքերում ինքը իրավունք չունի, ինքը ձեզ օգնություն ցույց չի տալիս, ինքը ավելի շատ ինֆորմացիան ուղարկողի դեր է կատարում։ Երբ որ դուք ուշաթափվել եք, ինքը ինֆորմացիան հավաքում, արագ ուղարկում է տիեզերք, իսկ երբ որ կլինիկական մահվան մեջ է մարդը, ինքը նորից հրատապ այդ ինֆորմացիան ուղարկում է, բայց որևէ միջամտության իրավունք չունի, որովհետև կլինիկական մահը վրա է հասնում այն պահին, երբ ջերմությունը կանգ առնում, դադարում է աշխատել, անջատվում է կոպիտ ասած։ Ջերմությունը հիշում եք ինչ էր, երբ տեղադրվում է սաղմի գլխում հղիության 57-րդ օրը, մեր մարտկոցը, որի միջոցով մեզ ջերմություն, էներգիա է, սնուցում է մեր ամբողջ գործունեությունը, դա կանգ է առնում ու մենք կլինիկական մահվան մեջ ենք։ Այն, որ թունել են տեսնում եւ այլն, այդ է կլինիկական մահը։ Դա կարող է լինել առողջական խնդրի պատճառով եւ կարող է լինել առանց որևէ պատճառի։ Սուրբ Սրբոց սրբերից արարչին պետքա, որ դուք ստանաք տրամաբանության մեջ որևէ փոփոխություն, որ ձեր ծրագրի մեջ կատարվի այս դրական տեղաշարժը, ինքը կարա ձեզ գցի կլինիկական մահվան մեջ եւ հոգին այդտեղ բացարձակ միջամտելու իրավունք չունի։ Ինֆորմացիան ուղարկում է, արարիչը որոշեց, ամեն ինչ արվել է, ճակատագիր դիցը եկել է, իր գործը արեց, հենց ինքն էլ արդեն վերագործարկում է ձեր ջերմությունը, դուք արդեն ուշքի եք գալիս։ Ասեք այդ մարդկանց հոգիների մասին։ Նրանք բոլորը ոչնչացվելու են։ Այ հիմա որ ասում ենք, Ինչպիսի հոգիներ են, որ ասենք այդ մարդիկ այդպիսին են։ Այսինքն նրա հոգին չի կարողացել տարրական ճիշտ արժեքներ հուշել։ Մարդակերպը ընդհանուր եմ ասում, այդ կարգի հա, մարդացել է։ Պիտի ոչնչացվեն։ Ինչպիսի ամեն մարդու արարք, ամեն հոգու արարք գնահատվում է վարկանիշով, գնահատական ունի։ Այսինքն մարդիկ են, ովքեր իրենց կյանքում կամ հոգիներ են, ովքեր իրենց կյանքում իրենց արածը
արարչական ծրագրերից դուրս քայլեր են։ Կարող է մարդը կներեք ձեզ ընդհատում, կարող է մարդը վատարարք լինի, իսկ նրա հոգին ավելի մաքուր լինի։ Այո։ Այո։ Շատ տարբեր չի կարող լինել։ Դե հոգին անում է իր աշխատանքը, բայց որքանով անում, եթե մարդը հասել է մարդակերության աստիճանի, չի կարող պատահին նրա հոգին շատ բարձր Գիտեք ինչա տեղի ունենում, հիմա ներկայացնենք այդ ինչա տեղի ունենում։ Ասենք, որ ոչնչանում են, չէ՞։ Նրանք ունեն, չէ՞, հոգիներ։ Մարդիկ են ոչնչանում, ոչ բոլորի հոգիները։ Լսեք, ինչա տեղի ունենում այս ժամանակ։ Ուրեմն հոգին ունի 3 հնարավորություն. օգնել այդ տվյալ մարդուն, չեզոք մնալ, նրա այն կեղտոտ գործերին մոտ չգնալ, ասել դու քո արածի պատասխանը կտաս, ես մոտ չեմ գալիս։ Կամ օգնել իրականացնել, այսինքն ընկնել այդ մարդու այդ տրամաբանության խելքին, ինքն իր բանականությունը, բարձր բանականությունը թողած, որտեղ հոգունը բանականություն է, շատ բարձր բանականություն։ Ընկնել նրա խելքին, գործել այդպես, չեզոք մնալ կամ ուղղորդել ճիշտ այդ տվյալ անձին։ Այսինքն 3 հնարավորություն ունի ինքը կիրառելու։ Ինչ անում, եթե չեզոք է մնում, նեյտրալ է, ոչ մի ձև դա իր վրա չի անդրադառնում, իր վարկանիշի վրա, այսինքն այսպես ձևավորվում է նաև հոգու Կարելի վարկանիշը։ անդրադառնա, Բայց մեր տատանում չի տա։ չեզոք մնում որ դեպքում, այն դեպքում, երբ որ հասկանում է ինքը չի կարող ոչինչ անել, մարդը այնքան ապուշ է, որ եթե ես միջամտեմ, միևնույնն է բան չի փոխվելու, բայց միևնույնն է իր պարտքն է միջամտելը։ Ասելս դա է, ինչ որ պարտականություններ կան, որ Եվ կան այնպիսի մարդիկ, այնպիսի տրամաբանությամբ, որ նա գնում է հերիք չի, նրա մեծ ազդեցություն ունենում է նաև իր հոգու վրա, հոգուն էլ հետն է տանում դրա մեջ։ Այսինքն սա ընկնում է դրա խելքին։ Ու ինքն էլ գնալով ցածրանում է։ Այս ամենավերջն է։ Եվ կա հակառակը, որ հոգին այդ անխելքին sense մեծ ջանքեր գործադրելով վերջի վերջո դրա գիտակցության վրա հասնում է, որ չէ, էլի հետ կանգնի այդ ամեն ինչից։ Մենք պիտի նաև հաշվի առնենք, որ պատկերացրեք, մենք բոլորս, այսպես ասած, ասում են մարդը հասարակական էակ է։ Մենակ մեր հոգին չի, որ մեր վրա ազդում է։ Ձեր հոգին էլ է իմ վրա ազդում, որովհետև նա աշխատում է, հիմա մեր եւ ձեր հոգիները զրուցում են, փոխազդում են, շփվում են, ինֆորմացիա են փոխանակում իրար հետ եւ այդ փոխանակած ինֆորմացիան մյուսին հուշում է այսպես վարվել, այնպես վարվել։ Մենք բոլորս գտնվում ենք այնպիսի գերխիտ այդ ինֆորմացիոն դաշտում, որ ասենք չենք էլ ենթադրում։ Դրա համար մի գործոն չի, որ ազդում է մեր վարկանիշի վրա եւ մեր հոգու վարկանիշի վրա։ Այսինքն մենք կարող ենք կողքի նստածի դիալոգի մեջ մտնենք Ձեր հոգիները։ հաղորդակցվելու։ Այսինքն ես Այո։ Եթե դուք ձեր հոգուն լավ եք զգում, այո, կարող եք զգալ կողքինը ինչա մտածում։ Էլի հոգու փոխանցում։ Հոգիների հուշումներով։ պատասխան տամ, ասենք երկխոսություն լինի բիոէներգետիկ դաշտով։ Դե անունը բիոէներգետիկ դաշտ է։ Սխալ այդպես կոչել է, որովհետև դա բիոէներգետիկ։ նույնիսկ 3 ամսական երեխաներին։ Դե նրանք կոչտված են այդ հնարավորությունով տեսնելու մարդկանց հոգիներին։ Նրանք խոսում են, ասենք, այդ հոգիների։ Որ ժպտում են երեխաները։ Այո։ Դեռ տեսնում են։ Դեռ տեսնում են, որոշների մոտ որոշակի մինչև 7 տարեկանը բաց է լինում։ Մայրիկի հոգու հետ են շփվում, տնեցիների։ Շփում անկարին հաղորդակցվում։ Այո։ Մի բան էլ ասել։ Գիտակցություն, ենթագիտակցություն, ուղեղ եւ հոգու այս շղթայի մեջ մի հատ ամփոփ մեկ ձևակերպում է։ Այդ ենթագիտակցությունը հենց ձեր հոգին է։ Ասվեց դրա մասին։ Այսինքն դուք ասում եք, որ Եվ գիտակցությունը ուրիշ բան է։ մի արա կամ անում ես արա։ Դա գիտակցությունը ուղեղի ֆունկցիա։ Դա տրամաբանությունն է։ Դա ֆիզիկական մարմնինն է, այն էլ հոգին է։ Համատեղ չեն աշխատում։ Այսինքն ես ուղեղ ունենամ, մտածեմ, որ ձեռքս չտանեմ, բայց գիտակցություն եւ հոգու, այսինքն երեքը համատեղ սինտեզվում են մեկ ֆունկցիա են անում։ Չէ, տեսեք։ Մենք դա գիտակցություն չենք համարում, մենք չէ։ Մենք բառերը որպես տերմիններ երբ որ ճշտում ենք, գիտակցություն ուրեմն ունի եւ
ոգին գիտակցություն ունի եւ տրամաբանությունը եւ ունի հոգին։ Երեքն էլ ունեն գիտակցություն, որոնք փոխադրիչներ են։ Այսինքն իրենք ինքնուրույն ֆունկցիա չեն կատարում։ Իրենք կապող մասնիկներ են, այո։ Իրենք նյութական մասնիկներ են, որ կապում են մեկը մյուսին եւ ինֆորմացիա են տեղափոխում մի տեղից մյուս տեղը։ Այն ինչը դուք ասում եք, դա տրամաբանությունն է, գիտակցությունը չի։ Ի վերջո ֆիզիկական մարմնի տրամաբանության մասին եք խոսում։ Բայց տեսեք, կա այսպիսի մի օրինակ բերեմ, օրինակի համար ենթադրենք ձեր տրամաբանությամբ դուք ռեալ տեսնում եք, որ եթե ես ցանկանում եմ օրինակ այս գործն անել, կամ այս բիզնեսը ենթադրենք բիզնեսի վրա եմ վերցնում, նեյտրալ այսպիսի մի օրինակ։ Ուզում եմ ես այս բիզնեսը սկսել, բայց կան այս ռիսկերը, կան այս վախերը, կան այս քայլերը, կան նաև sense հաջողության, ասենք, այսինքն հնարավորություն։ Այսինքն ոչինչ չի բացառվում, կարա sense լինի, կարա նենց լինի, կարա նենց լինի, կարա նենց լինի։ Բայց ինչ անել, անել թե չանել։ Բայց կարող է ճիշտ հաշվարկ անես, մյուսի համար դա ճիշտ լինի, մեկի համար դա գործի, քո համար չգործի։ Եվ հաջորդ քայլը։ Հոգու ուշում։ Որքան էլ որ ձեր տրամաբանությունը բարձր լինի։ Որովհետև մենք չենք կարող բոլոր գործոնները հաշվի առնել։ Կամ մեզնից դուրս շատ ավելի Իսկ նա տեսնում է։ բանական մեկը։ Այո։ Եթե դու կարողանում ես, ասում ես ես հասկանում եմ, որ սա կարա սենց լինի, սա սենց անենց, նանենց, բայց ես ներքուս զգում եմ, որ ես պիտի անեմ սա։ Այդ ձեր հոգու հուշումն է։ Եթե դուք չեք վախենում ու անում եք, ու այդ ներքուս զգում եք, որ այդ հաջողությունը ձեր հետ է, ուրեմն դա ձերն է։ Այո, բոլոր նայողները մեր մոտ են։ Չէ, պարզապես դա սխալ որոշում է։ Ասենք ձեր կողմից սխալ որոշում, այսինքն դա ձերը չէր։ Սեփական քայլերը վերահսկելով։ Սեփական քայլերը։ Չէ, այդ դեպքում հնարավոր չի տենց լինի ու ինքը ձեզ հուշի ասի գնա արա դա ճիշտ է։ Կապ չունի մարդը հասարակ։ Դե արել ես դու քո տրամաբանության հաշվի համար բոլորը մոտավորապես հասարակ մարդիկ են։ Եվ ձեր վարկանիշը միայն դուք կարող եք լավ չէ։ բարձրացնել։ Չէ, սա ձեր քայլերով։ Դուք էլ պիտի կարողանայիք լսել նրան։ Հիմնականում պիտի կարողանաս ասեմ, եթե պարտադիր իրան չի էլ բարձրանա։ Մի րոպե ժողովուրդ։ Դա ձեզ ինչ է տալիս։ Նայողը ձեզ օգնում է, ինչով է օգնել, մի հատ ինձ կասեք։ Հիմա չէ, բայց ժամանակա։ Մի հարց տամ։ Ամենաշատ նրանով կարա օգնել, որ ասի թուղթուգիրը էս ինչ տեղում է, գնաք հանեք, այրեք այդ թուղթուգիրը։ Վերջերս Լավ։ ասում գուցե գեհոգնացիան հետևանք քնած տեղը կամ գուցե ախուն քնած, չգիտեմ սա ինչպես է պակած։ Տեսիլք։ Իհատ լավ ցնցում է։ Պավորությունա որ 3 աստիճան թռա կամ կամուրջից Ընկակ։ հա այդ ցնցումը այ հիմա որ մենք հոգուտ ենք խոսում այսինքն դա ինչ որ ինչ-որ վիտամինի պակաս է ըստ բժիշկների Չէ Անենց եմ ցնցում որ մարջակալը այ կարող է պատահի Դա բոլորից հետ պատահում է։ Բոլորից հետ պատահում է, բայց անկեղծ ասած երբեք այդ հարցը չենք տվել մենք։ Բայց ես ենթադրում եմ, որ դա էլի հոգու գործերից է, բայց ինչի համար չեմ կարող ասել։ Բայց այս հարցը շատ հետաքրքիր հարց է, եթե մի հատ գրեինք էլի այս հարցը։ Գրենք։ Կա մոտդ գրիչ։ Բոլորի մոտ լինում է, բոլորի մոտ եղած կա այդ դեպքը, պարզապես ոչ մի անգամ մենք չենք հարցրել, թե ինչ երևույթ է դա տեղի ունենում, էլի այդ պահին։ Ասեք դուք ձեր հարցը, հիմա ես պատասխանեմ ձեզ։ Դե շատ հարաբերական է, գիտեք, գիտակցությունը տեսեք, տրամաբանություն, տեսեք, նոր ասվեց, որ ախր գիտակցություն մեր բոլոր 3 օրգանները ունեն, այսինքն եւ ոգին ունի, եւ հոգին ունի, եւ այդ ֆիզիկական մարմինն ունի։ Տեսեք, եթե այս բոլորը մի շատ կարևոր պահի միանում են իրար հետ ու սկսում են գործել, այստեղ տեղի է ունենում մի շատ մեծ հաղթանակ։ Ասենք օրինակ դա կարա լինի
ինչ որ մրցույթների Գրիչը ժամանակ, դա կարա լինի սպորտային մրցույթների մեկը ժամանակ, այն որ չգրեց։ ասում ես ստանում եմ գերբնական ուժ եւ ասենք չգիտեմ ինչ հուշումները, ամեն ինչ կոմոդ բացվում է ու դու միանգամից այդ հաղթանակը տանում ես։ Այստեղ այս բոլոր 3 գիտակցությունների միացումն է տեղի ունենում։ Սենց պահեր են լինում։ Հա, դες բոլորը երբ որ միանում են այս 3-ը իրար ու քեզ բերում են այդ հաջողությունը։ Ինչպես? Գիտակցությունները, ուրեմն հոգու գիտակցությունը, ոգու գիտակցությունը եւ քո սեփական մարմնի ֆիզիկականի գիտակցությունը, ուղեղի գիտակցությունը, հա, սրանք միանում են իրար հետ, հա։ Օ, հոգի պիտի բացատրենք։ Մի վարքյան, մի Ուրեմն ոգին մի վարքյան։ Հա։ Հիմա կբացատրեմ։ Ընթանանք որ բոլորը լսեն։ Ասեք։ Երկու օր։ Հիմա դրա մասին եք ասենք, լավ, քանի որ հոգու վերաբերյալ թեմա է, հիմա կբացատրենք դա։ Էդ էլ ասեք։ Իսկ եթե 40 օր տվյալ անձը Ժողովուրդ։ կյանքում ասեք լավ չի եղել, բայց 40 օր ինքը ինստան մեջ հետապնդում էր։ Ուղիղ 40 օր ինքը ինստան մեջ հետապնդում էր։ Ինքը չի կարող։ Մահվանից հետո Մահվանից հետո։ Դա ինքը չի, անհնար բան է, որովհետև տեսեք, Իրան եմ տեսնում։ անհնար է որ դա ինքը լինի։ Ուրեմն, ինչա տեղի ունենում մահվանից հետո։ 2 օր հետո, այսինքն, երբ հուղարկավորությունը եղավ եւ հոգեհացը տրվեց, դա ճիշտն է, այսինքն, եթե ձգվում է ինչ պատճառներով ուշ այդ ամենն արվում, միևնույնն է, հոգին 2 օր հետո գնում է։ Եվ դա ինչի է արվում, որպեսզի նա տեսնի ով է գալիս իր վրա, ով է ցավում, ով է լացում, ով է ասում, «Տո շատ լավ եղավ, որ մեռար գնացիր»։ Հա, ամենատարբեր բաներ, ինքը պիտի արարիչը հատուկ է նրան թողնում, որպեսզի իր այդ հեռու մոտիկ եկող գնացող բոլորից ինքը ստանա այդ ինֆորմացիան։ Եվ դրանով հագեցած ինքը գնա արդեն այնտեղ, որովհետև ինչի համար, որովհետև հետո ինքը գալու է այդտեղ աշխատանքի։ Ինքը օգնականն է դիցերի, որովհետև իրեն ուղարկելու են գործառույթ իրականացնելու։ Ամել ասի տես, դու այսքան այս կյանքը ապրեցիր, մի հատ հարցանք հա տեխնոջը անմիջապես մահից հետո է այդ 40 օր եղել, թե մի քանի օր հետո։ Չէ, 2 շաբաթ հետո է եղել։ ես դա չեմ կարող։ Մենք կարող ենք ասել, որովհետև ինքը գնալուց հետո վերադառնում է նույն միջավայր, որտեղից հեռացել է, եւ այո, կարա բացասական ձեզ վրա ազդեցություն ունենա, բայց ինքը արդեն գնացել է, հետ է եկել։ Ոչ թե Հիմա տեսեք ինչ է տեղի ունենում։ Գնում է հոգին, մարդը մահացավ, հոգին գնաց արարչի մոտ ուղիղ։ Այնտեղ վերանորոգվեց, այս ամբողջ այս ծանր, ամենածանր ժամանակն է այս ֆիզիկական մարմնի հետ իր աշխատելը, ամենատառապալից։ Այդ 2 շաբաթվա ընթացքում ինքը վերակերտվում է, լիցքավորվում է, վերանորոգվում է եւ ուղարկվում է արդեն իր որպես հոգի իր աշխատանքին, իր գործունեությանը։ Մենք ինչպես գիտենք, հոգիները մշտապես աշխատանքի մեջ են, երբեք չեն քնում, չեն հանգստանում կամ վերամարմնավորված կծված որևէ մարդու կամ դրանից դուրս։ Այդ 2 շաբաթն է, որ ինքը ոչ միտեղ չի լինում, ինքն արարչի մոտ է լինում։ Այդ վերակերտվելու համար։ Նրանից հետո ինչ լսում է ինքը այստեղ, ինչ տեսնում է, ինչ իր հետ տանում է, ինքը կարա գնա այնտեղ արարչին պատմի այդ ամենի մասին, բողոքի այդ ամենի մասին։ Ներկայացնի, որ ինչա տեղի ունեցել, ով է մեղավոր, ով է ճիշտ, ով է սխալ, գոհ է ինքը իր ֆիզիկական մարմնից, դժգոհ է կամ կողքից շրջապատող մարդկանցից։ Եվ 2 շաբաթ հետո ինքը վերադառնում է։ Իրեն տրված այդ հնարավորությունը հետ գալ իր շրջապատ, նախ այդ մարդկանց է գալիս, իր բարեկամներին արդեն երազի միջոցով է, առաջին իսկ օրը հենց հետ եկավ, ինքը արդեն կարա երազի միջոցով գալ այդ մարդկանց եւ հուշումներ անել, իր կարծիքն ասել, իր դժգոհությունն արտահայտել, իր գոհունակությունն արտահայտել,
ամեն ինչ որ կապված է, ասենք, ստեղի կյանքի հետ։ Նրանից հետո արդեն անցնում է ինքն իր գործերին։ Այո, նա նաև կարող է գա այստեղ պատժի գործընթաց իրականացնելու։ Որովհետև, ասենք, ինքը դժգոհ է կոնկրետ այդ մարդուց, ինքը շատ դժգոհ ինքը գնացել է։ Եվ ինքը արարչին, որ պատմարարիչն է տեսնում, որ դա ճիշտ է, ասում է գնա, այդ էլ քո գործն է։ Ինչի է ինքը հենց ուղարկում իր շրջապատ, որտեղից որ ինքը գնացել է, որովհետև ինքը շատ լավ է ճանաչում, շատ լավ գիտի ու նաև գիտի ոնց պիտի համապատասխան ձևով սրան օգնի, նրան էլ պատժի։ Ինչքան մարդիկ կան, որ մահանում գնում են, բայց անընդհատ իրանց ընտանիքներ գալիս են օգնություններ են ցույց տալիս։ Բայց շատ կան նաև հակառակը, որ գալիս են ու պատժում են ու նաև զգուշացնում են, նաև իրենց բողոքն ու դժգոհությունն են արտահայտում։ Նաև միտումնավոր վնասարար գործունեությամբ զբաղված հոգիներ, ովքեր շատ լավ գիտեն, որ դրա անելու իրավունքը չունեն, բայց հոգին նույնպես ունի ազատ կամք, ինչպես մենք, եւ ինքը անում է իր չար գործը։ Դրա համար իր վարկանիշը ընկնում է ազատ վիճակով, գնացել է փոխարեն ճիշտ վարքագիծ դրսևորի եւ իր վարկանիշը բարձրացնի, ինքը կարա սխալ բաներ անի, ինչ որ մեկին վնասի, ինչ որ մեկից անիմաստ վրեժ լուծի եւ իջեցնի իր վարկանիշը այն աստիճանի, որ այլևս չվերամարմնավորվի։ Ինքը գնացել է միջին վարկանիշով, ասենք, կամ ցածրից մի քիչ բարձր եւ հնարավորություն ունի վերամարմնավորվելու։ Որովհետեւ գիտեք, ես ասում եմ, չէ, ոչ լավ հարաբերություն է։ Այո։ Բայց իր քրոջ աղջիկը հավատքի է ինքը։ Ու մեր առաքելական վերջը ինձ ասես դու բաց թող իրան։ Դու Ուրեմն ճիշտ հուշում արել ձեզ։ Ճիշտ հուշում արել ձեզ։ Ես ձեզ։ երկար ժամանակ չկարողացա, բայց մի գեղեցիկ առավոտը ես զարթնեցի, խնդրեցի, ու ասի ես թողում եմ։ Այո։ Եկել է մարդը տեսել է որտեղ է խնդիրը ու ասում է թող։ Այո։ Իսկ մի բան հարցնեմ, էլի ասենք թե տան ինչ որ մի անդամը որ պիտի մահանա, շատ եմ նկատել ու շատ եմ։ Նոր ծնված երեխաները ասենք անընդհատ լացում։ Դա ինչ։ Գրի առնենք հարցը։ Ենթադրում եմ, որ նա քանի որ ոնց ասեմ, ասում են կիսով չափ են տեղա, կիսով չափ, այսինքն նրա մոտ բաց են այդ տեսողականները, ինքը տեսնում է, որ նրա հոգին պատրաստվում է գնալու, տեսնում է, որ նրա հետևից եկել են տանելու, այս ամենը նրանք զգում են, չնայած նրան, որ խոսալ չգիտեն, բայց իրենց մոտ դեռ բաց հասա, իրենք տեսնում են դա։ Բնականաբար տեսնելով այդ ցավը ապրում են։ Ես ամենայն հավանականությամբ երևի հենց պատճառը դա էլ կա։ Ուրիշ բան այստեղ չի էլ կարող լինել, չնայած որ կհարցնի։ Ուսումնասիրել են շատ։ Հա։ Այդ նույն լացող երեխան, ասենք թե բնավորությամբ նման է այս մարդը, որ մահացել։ Դե դա ասենք հարաբերակը չես կարող ասես, նրա մոտ էլ բնավորություն չի ձևավորվել, հələ որ ասենք ասա։ Մեծանալուց հետո։ Մեծանալ, հա։ Դեպք ա եղել, որ իմ տղան մինչև ասես երևի 3.5 տարեկան էր, չէր թողում մենք դուրը փակեինք։ Հենց փակում ենք, գալիս էր տենց լացով, կոցով դուրը բաց, հենց բացում ենք ինքը հանգստանում էր ու նստում էր այնտեղ, որ ինքը տեսել էր դուրը բաց է։ Հա։ Այդ դրա համար եմ ասում էլի, որ ասենք պահի տակ ես պտտում եմ, սև բան եմ զգում, պտտում եմ, ասենք այդ սևը չկա։ Կարա չէ լինի, ասենք։ Կարա լինի, կարա չար լինի, կարա չարել չլինի, կարա դա ձեր կամ պահապան դամավոյ է լինի ընդամենը։ Որ կարա ձեր երեխան տեսնում է, բայց այո, չարը, որ իմ խոսքը կիսատ մնաց, որ իր ազատ կամքը օգտագործելով վնասում է մարդկանց ազատ վիճակում։ Ի վերջո այնքան է իջնում վարկանիշը, որ ինքը ոչնչացվում է։ Այն որ հանգիստ կարող է վերամարմնավորվել իր գոյության ամբողջ իմաստը որևէ մարմնի հետ անմահություն ձեռք բերելն է։ Հոգի, ազատ հոգի վիճակով ինքը այնքան հիմարություն է անում, վարարիչն ասում է դե արի ստեղ։ Այսօր էս կամքը կոնն է։ Իդեպ ասեմ, որ հարարումը 33 ժամ է տևում, իսկ ոչնչացումը 19-ից 22 ժամ եւ 1100 աստիճան ջերմության վրա այրումա տեղի ունենում։
ու Իսկ շատ դիցերի այրումը դաժան ցավատա շատ, հա, մենք հարցրեցինք, ասում են աննկարագրելի բան է դա։ 45-ից մինչև 2000 այսչան։ Սարսափելի ցավ ազգում։ Ինքը զգայարաններ ունի։ Չէ գանգի կարերը, հա, Գախտուն։ հա, գաղթունը կպնի, կարվի, միանա, այդա 40 կոր և հոգու մտնելը, այդ բացառությունը Դրանք երկու տարբեր երևույթներ են։ Մեկը հենց ծնվելու պահին հոգու այդ առաջ բերած բռնկումն է, հենց գախտունի վրա է դա կատարվում։ Ռադիոակտիվ այդ բռնկումը, որ կատարվում է, 8 ռադիոնուկլիդներ են ազդում այդ ժամանակ հոգու միջոցով։ Սակայն մենք հայտնաբերել ենք 6-ի գործառույթը, այն երկուսը դեռ չգիտենք։ Գիտությունը հայտնաբերել է ընդամենը 4-ինը, մենք եւս երկուսը հայտնաբերեցինք։ Ուրեմն ես արդեն ասացի, աուրայի սինթեզում, հոգու հետ կապի հաստատում, արարչի հետ կապի հաստատում եւ զգայարանների արտնացում։ Պլյուս դրան մենք հայտնաբերեցինք նաեւ սրտի աշխատանքը հունի մեջ դնող այդ էներգիաների տեղադրումը, որ տեղադրված է սրտի նախասրտերի մեջ, որ դրանք սկսում են աշխատել այդ ռադիոնուկլիդի բռնկումից հետո։ Եվ կենտրոնական նյարդային համակարգ, ողնուղեղ, գլխուղեղ համակարգի արդեն աշխատանքն է ճիշտ հունի մեջ դրվում։ Եվս երկու ռադիոնուկլիդ կա, որ չգիտենք նրանք ինչի համար են պատասխանատու, անպայման ապագայում կճշտենք։ Իսկ 40-ը վերաբերվում է աուրային, ոչ թե հոգուն։ 40-ը աուրայի ձևավորման ժամկետն է։ Այդ պահից, որ հոգին արթնացրեց, սկսվում է նաև աուրայի սինթեզը եւ բոլոր օրգանները առանձին սինթեզում են իրենց պաշտպանիչ շերտը արտաքին, որը միասին կազմում է ձեր ընդհանուր աուրան։ Աուրան ունի 16-ից 63 սանտիմետր մեծություն, առողջից հիվանդ աուրաները։ Երբ որ մի օրգանը հիվանդ է, այդ տեղում ոնց որ փոս անկնում աուրան։ Ինչու չենք նշում 40 տարեկանը, չի կարելի 80-ը նշել եւ 120-ն ու 160-ը, տաստված, որովհետեւ հենց այդ օրը ձեր աուրան ոչնչանում է, հենց 40-ամյակի օրը։ Եվ ձեր հյուրերի մեջ կարող են լինել շատ բացասական էներգիայով մարդիկ, ովքեր ձեր բացակայող աուրայի պարագայում ձեզ մեծ վնաս կարող են հասցնել։ Անկամ չուզենալով, անգամ բարի ցանկություններ եք, ամեն ինչի նկատմամբ առաջնային պաշտպանիչ շերտ։ Նույնիսկ այն քաղցր աչքը կարելի ասել, որ դրա համար 40-ամյակը չեն նշում։ Այո, այո։ Դե 40 օր երեխային էլ չի կարելի տնից անել եւ օտար աչք չպիտի տեսնի երեխային։ Քանի դեռ չի ձևավորվել այդ պաշտպանությունը։ Աուրան երբ որ լրացավ, սինթեզվեց, արդեն մարդը կարող է շփվել։ Այսպիսով ժողովուրդ ջան, այս թեման այն որ ասում է սահման չունի եւ այնքան հետաքրքիր ու գեղեցիկ թեմա է, որ անverջ կարելի է խոսել սրա մասին։ Նորածիններ խոսացի, ինչի հետ է կապված գաղթունը եռանկյունի է երեխեքիս հետ։ Գուցե այդ բռնկման Շապել եմ իրես երեխեքիս։ Եռանկյունի Հետո փակվում է, շատ փափուկ է։ Դե եռանկյունի է թե ուղղանկյունի է, այդ ոսկորների ձևն է, որոնք հեռու են դեռ իրարից։ Նրանց միջև եղած այդ ազատ տարածությունն է։ որտեղով էլ որ այդ բռնկումը տեղի է ունենում, էլի։ Նրա համար է, որ այդ բռնկումը ճիշտ կայանա։ Այսինքն նրա բոլոր զգայարանները արթնանում է հենց այդ պահին։ Մուտքը